Հայաստանում Իրանի նոր դեսպան է նշանակվել Խալիլ Շիրղոլամին։ Նրա նշանակման մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Հայաստանում Իրանի նախորդ դեսպանը Մեհդի Սոբհանին էր, որը վերջերս ավարտել է իր դիվանագիտական առաքելությունը եւ նշանակվել Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության վարչական եւ ֆինանսական հարցերով փոխնախարար։ Խալիլ Շիրղոլամին մինչ այս զբաղեցրել է Իրանի արտաքին գործերի նախարարության քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավարի, հետազոտությունների եւ ուսումնասիրությունների գծով տեղակալի պաշտոնը։ Մոսկվան երկխոսություն է վարում Ադրբեջանի հետ ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիների վերադարձի շուրջ, հայտարարել է երկրի արտգործնախարարության խոսնակը։ Մարիա Զախարովան հիշեցրել է, որ ռուսաստանցի լրագրողներն արդեն վերադարձել են Ադրբեջանից։ Հուլիսին Բաքվի դատարանը Ռուսաստանի 8 քաղաքացիների դատապարտել է 4 ամսվա նախնական կալանքի, թմրանյութերի ապօրինի շրջանառության եւ կիբերխարդախության մեղադրանքներով։ Հոկտեմբերի 28-ին Բաքվի դատարանը նրանց նախնական կալանքը երկարաձգել է եւս 3 ամսով։ Նախագահ Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգների զինված ուժերին հրահանգել է 30-ամյա ընդմիջումից հետո վերսկսել միջուկային զենքի փորձարկումները, դա պատճառաբանելով Ռուսաստանի եւ Չինաստանի հետ համաքայլ գնալու անհրաժեշտությամբ։ Մյուս երկրների փորձարկման ծրագրերի պատճառով ես պատերազմի նախարարությանը հանձնարարել եմ սկսել մեր միջուկային զենքի փորձարկումները հավասար հիմունքներով։ Այդ գործընթացը կսկսվի անմիջապես, գրել է նա Truth Social հարթակում Չինաստանի նախագահի հետ հանդիպումից առաջ։ Թրամփի խոսքով Միացյալ Նահանգներն ավելի շատ միջուկային զենք ունի, քան որևէ այլ երկիր, ինչպես նաև արդիականացրել է միջուկային զինանոցն իր նախագահության առաջին ժամկետում։ Ռուսաստանը երկրորդն է, իսկ Չինաստանը երրորդը, հավելել է նա։ Միացյալ Նահանգները վերջին անգամ միջուկային զենքի փորձարկում է անցկացրել 1992 թվականին։ Չինաստանի արտգործնախարարությունը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն կհետևի միջուկային փորձարկումների մորատորիումի վերաբերյալ իր հանձնառությանը եւ փորձարկումների արգելման մասին պայմանագրով ստանձնած պարտավորություններին։ Ռուսաստանն իր հերթին շեշտել է, որ Բուրևեստնի քրթիրի փորձարկումը, որն ավելի վաղ քննադատել էր Թրամփը, չի հանդիսանում միջուկային փորձարկում, որի նկատմամբ մորատորիում է սահմանված։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հույս է հայտնել, որ Բուրևեստնի քրթիրի եւ Պոսեյդոն ստորջրյա սարքի փորձարկումների մասին տեղեկատվությունը ճիշտ կերպով է ներկայացվել ԱՄՆ նախագահին։ Պեսկովի խոսքով Մոսկվան հետևում է միջուկային փորձարկումների միջազգային մորատորիումի հնարավոր խախտումներին եւ եթե նման բան տեղի ունենա, ապա համարժեք գործողություններ կձեռնարկի։ Նա հավելել է, որ Մոսկվան Վաշինգտոնից ծանուցում չի ստացել միջուկային զենքի փորձարկումը վերսկսելու մասին։ Եվրամիությունն իր հերթին դիմել է Ռուսաստանին եւ Միացյալ Նահանգներին, կոչ անելով պահպանել միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագիրը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինից հրաման է ստացել ապահովել միջազգային, այդ թվում ուկրաինացի լրագրողների անարգել անցումը Պոկրովսկ, Միրնոգրադ եւ Կուպյանսկ։ Ըստ ռուսական կողմի ուկրաինական մեծ թվով զինծառայողներ նշված տարածքներում շրջափակման մեջ են հայտնվել։ Ռուսական հրամանատարությունն անհրաժեշտության դեպքում պատրաստ է 5-ից 6 ժամով դադարեցնել մարտական գործողությունները ԶԼՄ-ների ներկայացուցիչների այցի համար, հայտնել է գերատեսչությունը։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ դրությունն առավել բարդ է Պոկրովսկի ուղղությամբ, որտեղ վերջին շաբաթներին ընթացել են ամենաինտենսիվ մարտերը եւ արձանագրվել է ռուսական ուժերի մեծ կենտրոնացում։ Իր հերթին Պուտինը հայտարարել էր, որ ուկրաինացի զինծառայողների ճակատագիրը պետք է որոշի Կիևը, ինչպես դա ժամանակին արել են Ազովստալում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ ուկրաինացի զինվորականները Պոկրովսկում շրջափակումից դուրս գալու 9 փորձ են ձեռնարկել, սակայն դրանք ձախողվել են։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն իր պաշտոնավարման ընթացքում առաջին այցն է կատարել Թուրքիա։ Նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ քննարկման օրակարգում են եղել երկկողմ հարաբերությունները, գործակցությունը պաշտպանության ոլորտում, Թուրքիայի դերակատարումը ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործում, նրա ազդեցությունը Գազայի հատվածում խաղաղության ջանքերում։ Բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսում Էրդողանը հանդիմանել է Գերմանիային Գազայի հատվածում ցեղասպանությունն ու սովն անտեսելու համար։ Էրդողանն անդրադարձել է օրերս Իսրայելի կողմից հրադադարի խախտմանը եւ Պաղեստինյան անկլավին հասցված նոր հարվածներին, նշելով՝ միթե Գերմանիան սա չի տեսնում։ Էրդողանը նաեւ հայտարարել է, որ Թուրքիան կարող է առաջընթաց գրանցել Եվրամիությանը լիարժեք անդամակցության հարցում։ Մերցն իր հերթին հայտարարել է, որ Գերմանիան ձգտում է Թուրքիայի հետ ավելի սերտ գործակցության անվտանգության ոլորտում։ Հազարավոր ուլտրաուղղափառ հրեաներ ակցիայի են դուրս եկել բողոքելով բանակ զորակոչվելու դեմ։ Նրանք փակել են Երուսաղեմ տանող բոլոր ճանապարհները։ Ցուցարարները պլաստիկ շշեր են նետել լրագրողների ուղղությամբ։ Իսրայելի հիմնադրումից ի վեր կրոնական դպրոցներում սովորող ուսանողներն ազատված են եղել զինվորական ծառայությունից, սակայն 2024 թվականին Գազայի հատվածում պատերազմի ընթացքում Իսրայելի գերագույն դատարանը միաձայն որոշում է կայացրել զրկել ուլտրաուղղափառներին չզորակոչվելու իրավունքից։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։